Իրանը օրհնված է Իսրայելի խելագար հարձակումներից պաշտպանվելու բոլոր օրինական, լեգիտիմ եւ բնական իրավունքներով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հայտարարել։ Նրա խոսքով Իսրայելը Իրանին հարվածեց, չսպասելով միջուկային համաձայնագրի շրջբանակցությունների ավարտին, իսկ Գազայում ցեղասպանության հարցում Նեթանյահուն գերազանցել է Հիտլերին, եզրափակել է Էրդողանը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեկնաբանելով Իսրայելի հետ հակամարտությունը եւ դրան ԱՄՆ հնարավոր մասնակցությունը ասել է, որ Թեհրանը կհաղթի եւ նահանգներին հասված վնասը կլինի ավելի մեծ, քան Իրանի կրածը։ Ամենակարողն անպայման հաղթանակ կպարգևի իրանցի ժողովրդին, ասել է նա։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ հաջորդ 24-ից 48 ժամերը վճռորոշ կլինեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, քանի որ Վաշինգտոնի Իսրայելի ռազմական գործողությանը միանալու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել այս ժամանակահատվածում, հայտնել է ABC News-ը։ ԱՄՆ-ն դեռևս կարծում է, որ կկարողանա Թեհրանին ստիպել ստորագրել համաձայնագիր, որը նախատեսում է ուրանի հարստացումից լիակատար հրաժարում։ Ըստ Փեզեշքյանի, եթե ժողովուրդը միասնական լինի կառավարության հետ, ապա ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին։ Իրանը կհաղթահարի ցանկացած ճգնաժամ շնորհիվ ազգային համերաշխության եւ միասնության։